Ցանկանում եմ նշել, որ ես կարող եմ յուրաքանչյուրին ձեզնից ցույց տալ գրությունները Աննա Վարդապետյանին եւ դրանց պատասխանները այս մասով, որ ինչ վերաբերվում է այն մասով, որ Աննա Վարդապետյանը բացառապես հանրային հեռուստաընկերությանն է հարցազրույց տալիս եւ մեղմ է մյուս հրավերները, ինչ վերաբերում է կոնկրետ դատախազների մասով, պարոն Նացականյան, ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, եթե այդպես խոսենք, ապա Պողոս Պողոսյանի գործով ձեզ մոտեցել եմ հարցազրույց վերցնելու համար, տեղում չեք դուք եւ ընդհանրապես ես խոսում եմ այն մասին, որ եթե այդ բանին եւ ձեր գործի վերաբերյալ պարտադիր չի մի բարձրաբանման համար դատախազությունից թույլտվություն հարցնել եւ եթե դուք պետք է հերքեք այդ հանգամանքը, որ դուք հարցազրույց տալիս եք բոլոր դատախազները բացառապես դատախազի թույլտվությամբ, դատախազության գլխավոր դատախազության թույլտվությամբ, ապա ես իսկապես չեմ ցանկանում այս միջոցառումը վերածել բանավեճի, լրագրողներից կարող եք ճշտել, բոլորը այդ պրակտիկայով են առաջնորդվում, նույնիսկ եթե հրատապ է հարցը, պետք է դատախազությունից թույլտվություն հարցնել։ Լուսինե Մարտիրոսյանն էլ էստեղ նստած է, Լուսինե Մարտիրոսյանն էլ կարող է փաստել։ Ես չէի խոսում հարցման պատասխանի մասին, բայց ես չէի խոսում հարցման պատասխանի մասին, իմ բարձրացրած հարցերությունը դա էր։ Այսինքն ես չեմ կարող այսօր տեղի ունեցող իրադարձության մասին 5 օր հետո գրել, կամ ես չեմ կարող հրատապ իրադարձության մասին սպասել 2 օր մինչև դատախազ կհարմարեցնի, երբ հարցազրույց կտա, երբ որ դատախազը գործի քննությանն է գտնվում եւ լրագրողը դրանից հետո ինչ-որ հարց ունի նրան։ Եվ ես նշում եմ նաև, որ նախկինում մենք այս պրակտիկան չենք ունեցել։ Հիմա դեղին է մեր մամուլը, պարոն Նացականյան, թե դեղին չէ, բարեխիղճ չէ, ես արձանագրեցի այն խնդիրները, որոնք կան եւ որոնք ԶԼՄ դատախազություն հաղորդակցությանը խանգարում են։ Մնացածը ձեր տիրույթում է։ Շնորհակալություն։ Հարցերի մասը եկեք դուք եք ունեք, լավ։ Վերջինը, հա, բայց շնորհակալություն։ Ես Մարինե Գրիգորյանն եմ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության օրենսդրության բաժնի պետն եմ։ Հարցս ուղղում եմ դատախազության մեր հարգելի գործընկերներին, արդյոք դուք համարում եք դատախազների մրցույթը շատ արդյունավետ, չեք նախապատրաստում առաջիկայում արդյոք փոփոխություններ կատարել մրցույթի ընթացակարգում եւ ինչքան հասկացա զեկույցում կարծես թե տեղ չի գտել դատախազների գործունեության մասին միգուցե իմ աչքից վրիպել է մի հատված եւ հարցս վերաբերում է գործը հսկող դատախազների գործունեությանը, իրենց լիազորությունների իրականացմանն է, ինչով պայմանավորված, որ մեր հարգելի գործը հսկող դատախազները իրենց լիազորությունները ամբողջ ծավալով չեն իրականացնում, կաշկանդված են նախաքննության մարմնին, քննիչին, նախաքննության մարմնի ղեկավարին, որևէ գործողություն իրականացնելու մեջ խիստ կաշկանդված են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, անդրադառնամ ձեր հարցի առաջին մասին, որը վերաբերում էր դատախազությունների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով գործիքների անցկացման ընթացակարգի փոփոխություններին, ենթադրաբար սահմանադրական փոփոխություններից հետո դատախազության մասին օրենքում ևս որոշակի փոփոխություններ կկատարվեն եւ այդ ընթացքում միգուցե մրցույթի որոշակի փուլերի հետագա լավարտման ուղղված գործողություններ եւ օրենսդրական փոփոխություններ իրականացվեն։ Ինչ վերաբերում է ձեր հարցի, ձեր երկրորդ հարցին, որը վերաբերում էր գործազգող դատախազների կողմից իրենց լիազորությունների ոչ ամբողջական իրականացմանը։ Եթե դուք ունեք այդպիսի դեպքեր, կոնկրետ քրեական բարույթներ, որոնցով նախաքննության օրինականության նկատմամբ հսկող դատախազի կողմից ինչ-ինչ թերացումների, փաստերի գիտեք, դուք լրիվ ազատ եք, կարող եք համապատասխան հաղորդում դիմում ներկայացնել գլխավոր դատախազին եւ այդ դատախազի կողմից իր ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարում է, ես ձեզ վստահեցնում եմ, որ քննարկման ավարտը կդառնա եւ ձեզ բարձրաբանում կտրվի։ Չկա այլ արձագանք, ես անուշում խնդրում եմ։ Շնորհակալություն, արձագանքելով ընդունելի հարցին, արդյոք հատուկ ենք ընտրել այդ հանրային կարծիքի ուսումնասիրության հենց այդ հրապարակումը, նշեմ, որ արդեն իսկ բազմիցս նշվեց, որ հետազոտությունը ներառում է 21-ից 24 թվականի ժամանակահատվածը եւ այդ 4 տարիների ընթացքում իրականացվել է ընդամենը 2
հանրային կարծիքի ուսումնասիրություն 22 թվականին ՀՌԿԿ կազմակերպության կողմից եւ 24 թվականին AER-ի կազմակերպության կողմից եւ դատախազության ներկայացուցիչները նշեցին, որ 26 թվականին նույնպես AER-ը իրականացրել է այդ հարցումները։ Այսպես այդ ցածր ուրեմն շեմը վերաբերվում էր միայն այն հատվածին, թե արդյոք հանրությունը որքանով է հանրությունը տեղեկացված դատախազության հակակոռուպցիոն գործառույթների մասին եւ ընդհանրապես մոտ 5% էր տեղեկացված այդ գործառույթներով, իսկ ինչ վերաբերվում է գոհունակության վերաբերյալ, ուրեմն զեկույցի այլ ուրեմն հատվածներում ներառվել է նաեւ 24 թվականի կատարված հարցման արդյունքները, որով շուրջ 38% են գոհ կամ մասնակիորեն գոհ դատախազության գործունեությունից եւ իմ ներկայացման ժամանակ նույնպես նշվեց։ Այսպիսով կարծում եմ, որ նկատել ենք բոլոր հետազոտությունների վրա, իսկ ինչու չեն հրավիրել վերջին հարցումը, քանի որ հիմք ենք ընդունել նշված ժամանակահատվածը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես վերջին խոսքերը ես էլ ասեմ, միայն մի խնդրի կապ